Հետևումս այսօր առավոտյան Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքների միայն մի մասն է։ Փողոցից թերևս ամենատեսանելին, որովհետև հրդեհի բռնկման պահին տարածվող տեսանյութերում բոցը ամենատեսանելին, ամենամեծը հենց այս հատվածում էր երևում։ Սակայն կրակը միայն այս հատվածով չի բավարարվել։ Մոտավորապես 2 ժամ հրճեջ փրկարարներն աշխատում էին կրակն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ Ասին որ վառում է, երկու կին գոռացին, ես ներքևն էի։ Վառում արի, միշև եկա արդեն վառում էր։ Առավոտյան 11-ից 8 առևտրի կենտրոնից ահազանգել են հրդեհի մասին, հետո բոլորը դուրս են եկել շենքից։ Դրա շնորհիվ բռնկված հրդեհից ֆիզիկապես տուժածներ չկան։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում հոսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Միայն պատմի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ չհնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Ըստ նախնական տվյալների, հրդեհը սննդի կետերից մեկում է բռնկվել, այրել շենքի երեսպատման մի մասն ու բարձրացել տանիք։ Չէ, նայում ենք մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց էքսպերտիզան կտա այդքան բան։ Ավել բան չեմ կարող ասել։ Փրկարար ծառայությունից սկզբում 4 մարտական հաշվարկ են ուղարկել, 2 ժամվա ընթացքում թիվը հասել է 14-ի, մինչև մոտավորապես ժամը 13-ը հաջողվել է կրակն ամբողջությամբ մեկուսացնել։ Հրդեհի ծագման, մակերեսների ու վնասների մասին խոսելը դեռ վաղ է ըստ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Իդեպ այսօր հրդեհ բռնկվել էր նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում։ Դեպքի վայր ժամանած փրկարարների 2 մարտական հաշվարկը 11:30-ի դրությամբ մեկուսացրել էր հրդեհը։ Սիմոն Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան եւ Էդգար Գուլոյան, Free Open Media։